Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy եւ չնայած դժվար է դրան հավատալը, բայց մենք ձեզ ողջունում ենք։ Այո, սենց երկուսով ողջունում ենք մեր միջանկյալ տաղավարից եւ հիշեցնում, որ այսօր հունիսի 4-ն է, այսինքն Էստոնիայի դրոշի օրը։ Շնորհավորում ենք բոլոր էստոնացի դրոշներին եւ մաղթում բարի ծածանում։ Իսկ այս հոբելատոնական հաղորդումը ձեզ համար կվարեն Վարդան Այվազյանը եւ Արաքել Մովսիսյանը։ Դիտեք այսօրվանի մեջ։ Ինչի մասին են խոսացել չիշխանական ուժերը։ Նոր բոցեր Միկոյանի արձանի շուրջ։ Ինչի մասին են պայմանավորվել Հայաստանն ու Եվրոպան։ Վարչապետը ողջունեց դիմորդներին։ Ռեպորտաժ Սուսերամարտի էպիկենտրոնից։ Քարյակը էլի հանդիպելա, այո, հրաշալի քարյակը հանդիպելա։ Ինչ ես գոռում, ինչ որ ոգևորված ես։ Դե ինձ թվում է իրենք այսպիսի հենց ռեակցիա են սպասում իրենց հանդիպումների հետ կապված։ Հա, հանդիպելա, իդեպ ոնց որ ամեն անգամ մի նոր կուսակցության ներկայացուցիչ է ամփոփում։ Այո, այս անգամ շիշը պտտվեց ու կանգնեց ժառանգության վրա։ Ռուբիկ Հակոբյան ժառանգությունից էր, չէ՞։ Հա, օքեյ։ 4 քաղաքական ուժերով ընդունեցինք հայտարարություն 12 կետից բաղկացած։ Ոու, այս ինչքան բան ենք բաց թողել, 12 կետանոց հայտարարություն։ Իսկ ավելի մանրամասն, որոնք որպես հրատապ առաջնահերթ պահանջներ ձևավորել ենք եւ պետք է ներկայացնենք իշխանություններին։ Իշխանություններին թույնա, լավա որ ընդդիմությանը չեք ներկայացնում, բայց ինչ պահանջներ, ինչ որ տեքստ կա այդ պահանջների։ Հայտարարության տեքստը ամբողջությամբ պատրաստ է։ Լավա, տեքստից ինչ որ կտորիկ կարելի է լսել։ Չենք ասում բոլոր 12 պահանջները, բայց գոնե մի 11-ը։ Որոշ խմբագրական աշխատանքներ կան, որ պետք է արվեն, բայց արդեն ընդունված է եւ առաջիկայում քարյակը մամլուղած լույսով ձեզ կծանոթացնի հայտարարության տեքստին եւ պատասխանի ձեր հարցերին։ Այս ինչ նոր ձև է, ասուլիս անել, որպեսզի հայտարարել, որ լինելու է ասուլիս, որտեղ ամեն ինչ նոր կհայտարարի։ Բայց ինչու է նոր ձև, դասական, ռաֆիական ասուլիս։ Լավ, այս պահի դրությամբ ինչ կարող եք ասել պարոն Հակոբյան ջան։ Առայժմ կարող եմ հայտարարել, որ ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված, համաձայնեցված հայտարարության տեքստը պատրաստ է անպատասխան կետերով։ Հա, տեքստը կա։ Ուհու։ Ես ինչ փոքր սարկազմ եմ զգում քո ասացի մեջ։ Ոչ նարեք, սարկազմը կլներ սենց։ Հա, տեքստը կա։ Ուհու։ Այսա սարկազմ էր, իսկ իմ սկզբնական ուրախություն դա նորմալ, սթափ հեգնանք էր։ Իսկ կարող ես ավելի պատկերավոր անել այդ հեգնանքը։ Ոչ մի խնդիր, կարող եմ նույնիսկ ասուլիս կազմակերպել քեզ համար։ Ես հրավիրել եմ այս ասուլիսը, շնորհակալություն։ Որպեսզի հայտնեմ, որ ունեմ ցնցող լուր։ Լուրը բաղկացած է 17 կետերից, համաձայնեցված է միջազգային բոլոր կառույցների հետ։ Բովանդակություն իհարկե չեմ ասի, միայն կասեմ, որ մենք թափանցիկ են ձեզ հետ։ Դրա համար հայտնում ենք, որ կա լուր եւ մենք պատրաստ ենք ինչ որ պահի ձեզ հայտնել այդ լուրը։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ոնց էր։ Ես ունեմ քո ելույթի մասին իմ կարծիքը, մոտակա ասուլիսին կհայտարարեմ։ Քարյակ ջան, իսկ հանրահավաքը ինչ եղավ։ Կարող եք չպատասխանել իհարկե, ուղղակի տենց ոնց որ հետաքրքիր է։ Հանրահավաք լինելու է աշնանը, դիտարկենք տրամաբանության շրջանակներում։ Եթե պահանջներ ես ներկայացնում, պարտավոր ես նաև պահանջներ իրականացնելու համար որոշակի ժամկետ նախատեսել։ Եվ մենք այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, դիտում ենք, որ մինչև աշուն հնարավորություն ունի իշխանությունը այդ 12 կետերը իրականացնել։ Սենց մի հատ նյուանս կա, էլի, եթե իշխանությանն էլ եք սենց ներկայացրել այդ 12 կետերը, դժվար թե իմանան ինչ պետք է անել։ Հա, իշխանությանը պետք է մաքսիմալ պարզ ու հասկանալի բացատրել։ Տղեկ այդ ինչ բանակցություններ են գնում, իշխանություն, ընդդիմություն։ Քո հետ կապ չունի, դու հանգիստ նստի տեղդ, հա։ Բայց չիմանամ իմ մասնիկները ինչ են պայմանավորվում իրար մեջ։ Դե մարդը սպառիչ ներկայացրեց 12 կետ, դրանից պարզը ոնց բացատրի քեզ։ Հա, այդ 12 կետի մասը չգիտեի, այ հիմա ամեն ինչ հասկացա, շատ մերսի, քարյակին էլ փոխանցեք, որ ես իրանց շատ եմ մնացածը աշնանը կասեմ։ Երբ արդեն կունենանք հանրահավաք, միասնական հանրահավաք, այդ ժամանակ մենք արդեն մեր ընդհանուր կոնկրետ գնահատականները կտանք մեր պահանջների հետ կապված, թե ինչպես են իշխանությունը արձագանքել մեր պահանջները։ Իդեպ մենք ունենք այդ 12 կետերի շուրջ իշխանություն ընդդիմություն բանակցությունների բացառիկ կադրերը։
Աշխատավարձերը կբարձրացնենք։ Փուստ։ Մշակույթի նախարարին կփոխենք։ Փուստ։ Թոշակները կբարձրացնենք, կենսա։ Վիրավորեցիր։ Ստվերը կվերացնենք մի քիչ։ Էլի վիրավորեցիր։ Մաքսայինը ստոպ կտանք։ Սպանեցիր։ Դե ոնց որ մոտավոր էլի։ Իսկ արդեն սպառիչեր եկեք այս թեման ամփոփենք ու մաքսիմալ հստակ ամփոփենք։ Այս ընթացքում քարակի գործունեության մենք ըստ անհրաժեշտության ձեռնարկել ենք քայլեր եւ կարծում ենք այն քննիները, որ մենք գրել ենք մեր առջև, մենք կարողանում ենք միասնաբար համատեղ միասնական օրակարգով իրականացնել այդ քննիները։ Դե մի խոսքով բզբզում են։ Նորմալ է, միայն ուրախ ենք։ Իսկ Երևանում շարունակվում է Կլոն 2 բազմասերիանոց տրագիկոմեդիան։ Ինչի կլոն կիմանաք մի քիչ անց։ Միկոյանի արձանի տեղադրման մասին խոսեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Գլխավոր ճարտարապետը ինձ ցույց է տվել դեռևս 2-3 ամիս առաջ էսքիզը եւ տարածքը, որտեղ պատրաստում են տեղադրել, եւ քանի որ այդ արձանը ինքը ինձ հետաքրքրել է նրա գեղարվեստական մասը։ Ինչ էսկիզ, ինչ գեղարվեստական մաս, այդ արձանը այլ արձանի պատճեն է ընդամենը։ Չէ, պատճենել չի, պատճենա, ոնց կարա դա գեղարվեստական ինչ-որ առանձին մաս ունենա։ Ու եթե ինչ-որ մեկը էսքիզ է արել, դա արվել է տարիներ առաջ Ռուսաստանում։ Մոսկվայում Նովոդևիչե գերեզմանատանը Միկոյանի արձանը տեսածներին կթվա, թե դեժավյու է, նույն մահարձանն է, Սանահինում թանգարանի դիմաց։ Հիմա եւս մեկը։ Այսինքն գեղարվեստական արժեքը մոտավորապես նույնն է, որ պատկերասրահում կախեն Մոնալիզայի ռեպրոդուկցիան։ Նույնիսկ ռեպրոդուկցիան չէ, ռեպրոդուկցիայի քսերոքսը։ Այնց էս չինական հեռախոսներ կան, որ վրան կծած խնձոր է, բայց երկու տերևով, ինչ որ տենց iPhone-ներ, iPhone-ներ, ոնց որ այդ դրանց բռնես ու կլոնավորես։ Եկեք ավելի լավ քաղաքապետարանից մեկը խոսի սրա մասին։ Փող քաղաքապետը։ Բազմաթիվ կարծիքներ կան։ Եվ մի հատ հետադարձ արեք, երբ որ տեղադրվում էր Սանահինում իր արձանը, փողոցներ էին անվանակոչվում, բնակավայրեր։ Խորհրդային միությունն էր ժամանակ։ Հասկանալի է, բայց խորհրդային միությունում մենք ունեինք նաև այլ կարծիքներ արտահայտելու եւ աղբյուրներին հողում անելու հնարավորություն։ Չէ, ախր հենց այդ այլ կարծիքներ արտահայտելու հնարավորություն խորհրդային միությունում չունեին։ Այլ կարծիքներ խորհրդային միությունում արտահայտվում են միայն երբ ուզում են անվճար, շատ երկար ժամանակով ուղևորվել Ռուսաստանի այն հով մասը, Սիբիր բան։ Միկոյանը հայ է, ազգությամբ հայ է, պետական հզոր, կենսագրության եւ գործնեության տեր անձ։ Այո, հայ է։ Եվ Մողդոսին դահիճ էր։ Շատ եմ լսել, այո։ Ուզեք Երևանում կանգնեցել Չէ։ Ինչու։ Ոչ Մողդոսի, ոչ Ավիս։ Չեմ ուզում։ Արդեն կարդացել եմ շատ։ Կարդացել եք։ Այո։ Միկոյանի մասին չեք կարդացել, որ մարդագնդատարը։ Հա, դե միանգամից տենց էլ ասեիք։ ով կա որ ավելի մոտիկից գիտի Միկոյանին։ Ես Միկոյանին հետ նույնիսկ տեսել եմ իրեն, այսինքն դպրոցական տարիքում մեզ տարան միտեղ, որտեղ ինքը օդանավով պետք է գար, եւ նա եկավ ու չմոտեցավ մեզ։ Մենք էլ պատրաստվել էինք ինչ-որ ելույթ ունենալ, ու մանկությունից ինձ չմոտեցավ անվտանգությունից ելնելով։ Քեզ սպասող երեխաներին չմոտենալը առնվազն հայեցի չի։ Ինչա վախենում էր, որ դպրոցական Նարեկ Սարգսյանը կարող է նրան անվաներ ինչ-որ դահիճ կամ ինչ-որ աբեկչություն աներ, ոչ մի կապ չունեցող շենքեր բռներ իր կողքը կառուցեր։ Ես իր տեղը ահագին կվիրավորվեի։ Չէ, բայց մանկական վիրավորվածության զգացում ունեմ 6-րդ դասարանից մինչև հիմա գիտեի դա այդ հարցնեք տալու, չէ։ Կարող այս արձանը վրեժխնդրության պատճառով է դրվում։ Այսինքն։ Դե գիտի որ լիքը մարդ կուզենա ներք բան շպրտել արձանի վրա հայհոյել դրա համար էլ դնում է։ Չէ, դավադրությունների տեսություններից է մի քիչ։ Ինչ որ ուրիշ կարծիք կա, նոր արդարադատության նախարարը օրինակ ինչ է մտածում։ Գիտեք, սկզբունքորեն սխալ եմ համարում պատմական կերպարներին, իսկ մեր անցյալը թեկուզ եւ ստալինյան ժամանակահատվածի անցյալը արդեն պատմություն է։ Եվ սկզբունքորեն սխալ եմ համարում մարդկանց, որոնք
պատմական արդեն կերպարներ են դրանց սկսել դատել այսօր քննարկել կամ ինչ որ եզրակացություններ ձևավորել, դա պատմություն է։ Իսկ կա տեսակետ, որ եթե մենք այսօր չդատենք ու գնահատական չտանք պատմական գործիչներին, վտանգ կա, որ պատմության ցավալի էջերը կարող են կրկնվել։ Հայլի, ոնց որ պատմության ամբողջ իմաստը այն է, որ մի երկու բան պատմությունից սովորենք, էլի ոնց որ Հիմա էլի կարող է ստիպեք, որ ցավոտ անալոգիաներ բերեն։ Այդ դեպքում կարելի է նույնը ասել օրինակ Օսմանյան կայսրության ղեկավարների մասին, թե սկզբունքորեն սխալ է նրանց դատելը, քննարկելը, որովհետև նրանք նույնպես պատմական կերպարներ են։ Դա պատմություն է, այո, բայց հայոց ցեղասպանություն եւ հայդատը պատմություն չէ, դա մեր այսօրվա խնդիրն է։ Այո, մեր այսօրվա խնդիրն է, բայց թուրքերի համար դա պատմություն է, ու իրանք իրենց պատմական գործիչներին դատելն ու գնահատական տալը լավ ձգձգում են ոնց որ։ Իսկ կարող է այս արցան տեղադրելը այլ ավելի պարզ տրիվիալ պատճառ ունի։ Թերևս նախաձեռնությանը կողմ քվեարկողներից ոմանք շփոթության մեջ են ընկել, կարծելով, թե խոսքը տաղանդավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի մասին է։ Լավ, էլի չեմ ուզում հավատալ, որ ընդամենը Արտեմին Անաստասի հետ են խառնել։ Բայց հնարավոր է, չէ՞։ Եթե տենց է, ինչի չեն ասում, ուպս, մենք շփոթվել ենք։ Դե հիմա ոնց որ գներով ավելի ամոթ է դառնում։ Չէ, ամոթ բան չկա, ավականիներ ջան, եթե իրոք այդ ուպսի պահն է, առաջին ռազմայնասիրականը խոստանում է ձեր փոխարեն ասել ուպս ու ներողություն խնդրել ուղիղ եթերում։ Չնայած Հայաստանի մաքսամետ քայլերին Եվրոպան չի հանձնվում։ Եվրոպան փորձում է կողքից շշնջալ. «Հեյ, դմբո, մենք քեզ հետ ենք, քեզ սիրում ենք, չենք թողնի մենակ, կօգնենք զարգացնել քո գյուղատնտեսական շուկան»։ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության հետ գործակցությունը։ Միայն գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին համատեղ բազում ծրագրեր են իրականացվել։ Եվրոպացի գործընկերների հետ նախանշվել են առանցքային խնդիրները։ Աշխատանքային խորհրդակցությունն ամփոփում է դրանց լուծման տարբերակներն ու նախանշում գործակցության նոր հնարավորություններ։ Կարող է այս տարի մեզ մի քիչ ծիրան բերեն։ Հեսա գերմանացիները մի քանի տոննա ծիրան մեզ կուղարկեն։ Լավ, իսկ ինչ շոշափելի արդյունք կա արդեն։ Խորհրդակցության ընթացքում նաև ներկայացվել է գյուղատնտեսության նախարարության նոր կայքը 3w-minagro.am-ը։ Ոնց է լինում, որ եվրոպացիների հետ ցանկացած համագործակցության արդյունքում անպայման ինչ-որ կայք է ստեղծվում։ Չգիտեմ, եկեք մի քանի բառ լսենք հենց Եվրամիության դեսպանից հին ու բարի Տրայան Խրիստեայից։ Continue the cooperation in the areas that were previously agreed or newly identified as being clearly Ֆոնետիկան մի քիչ հայեցի չի։ Հա, եկեք միանգամից թարգմանությունով էլի։ Եվ մենք շարունակում ենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը նախկինում արդեն սկսված ուղղություններով եւ ոլորտներ եւ դրան զուգահեռ նոր ուղղություններ եւ ոլորտներ եք հավայտում, որոնք համահունչ են արդեն այս նոր իրականության հետ։ Մի խնդրանք էլի, քանի գյուղատնտեսության վրա ենք կենտրոնանում, հնարավոր է նենց անենք, որ լոլիկի մեջ կարմիր մասը ավելի շատ լինի, քան անտեր սպիտակ մուտանտ մասը։ Իհարկե լավ է, որ լոլիկը հանգիստ կարելի է պահել ոչ թե 3, այլ 63 օր առանց փչանալու, բայց այդ գենետիկորեն փոխված պայրը մի բան արեք, էլի քչացրեք դրանք։ Կամ, չգիտեմ, տուպը փող տվեք, էլի։ Հա, դե այդ կա ու կա ոնց որ։ Եվրոպական միությունը շարունակում է ֆինանսավորել Հայաստանին։ Աջակցություն ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում ծրագրի շրջանակում մինչև 2015 թվականի սեպտեմբեր Հայաստանը կստանա մոտ 950,000 եվրո գումար։ Ես ձեր ցավը տանեմ։ Դե ժողովրդավարության հարցներ ձեռի հետ լուծվում աչքից, նենց որ ընտիր է։ Թե չասում են Եվրոպա, բայց պարզվում է ինչ։ Մի հիանալի երկրամաս։ Երկրում լարված իրավիճակ է։ Ինչ ա եղել։ Սպասի վերջացնեմ, վայ։ Երկրում լարված իրավիճակ է դիմորդների համար, մեկնարկել են ընդունելության քննությունները։ Դիմորդները լարված մտան դալիճ, հիմա պետք է ինչ-որ կենսաբանական թեստեր գրեն, մեկ էլ հոպ, անակնկալ այց։ Տրամադրությունները ոնց է։ Ամեն ինչ պիտի արդարների, այնպես Ձեր գործին եղեք, ոչ մեկը ձեզ չի խանգարելու։ Այո, բացի տասնյակ լրագրողներից, պաշտոնյաներից, անվտանգության աշխատակիցներից, էլ ոչ մեկ նրանց չխանգարեց։ Լավ, երեխեքը ոնց են տրամադրված։ Մարտական, բոլորը 20-ի հույսով էին։ Սպասումներով են բարձր միավորներին։ Տեսնեք։ Մոտավորապես 17, 18։ 17-18։ Մեր ժամանակ 17-ը արդեն նշանակում էր վճարովի։ Դե սպասի, կարող է մնացածը ավելի լավատես են։ Կենսաբանությունը 14-15, իսկ քիմիան 18։ 16-ից բարձր հաստատ։
Մեր ժամանակ ինչ 16, մարդկար 19-ն էր ստանում, ու էլի թարս են նայում վրան։ Մեր ժամանակ եթե 16 էր ստանում, քեզ կատաղած շների հետ գցում էին փոսի մեջ։ Չեմ ճոքում, դու միջնադարում ես ընդունվել։ Դες չէին գցում, բայց բոլորը այնքան լարված էին, որ տպավորություններ որ կգցեին։ Լավ, ինչն է փոխվել այս տարվա թեստերում։ Մեծ Բրիտանիայից Հայաստան հասած թեստերը բացվում են դիմորդների աչքի առաջ ու նրանց օգնությամբ։ Ոնց թե Մեծ Բրիտանիայից։ Հայ ինչի Մեծ Բրիտանիայից։ Անգլիայում տպագրված եւ փաթեթավորված թեստերը բացվում են կառավարության ղեկավարի ներկայությամբ։ Այսինքն մենք ուզում ենք բացենք։ Նայեք։ Գրեստոպ։ Այսինքն եթե գրեստոպ նշանակում է բացված է։ Հա ու ինչ, չէր կարելի այդ փաթեթավորումը անել ստեղ Հայաստանում ու ահագին փող խնայել։ Դերևին հատուկ փաթեթներից է, որ չես կարա նախորդ բացես։ Հա, ուստեղ էլ կարելի է այդ նույն սարքից դնել ու այդ նույն փաթեթից ստանալ։ Ինչա վստահ էլի մարդ չի մնացել։ Դե անգլիացիները գիտես ձեռքից ինչ մաքուր են։ Կենսաբանության մասնագետը գրել է, կենսաբանության մասնագետը մի անգամից ուղարկել ենք Անգլիայում տպել եկել հասել է այստեղ։ Ես մեկա չեմ հասկանում, ինչի երբ այդ փաթեթավորումը անել մի երկրում, որը միշտ ամենաթանկ երկրների տասնյակում է։ Դե Անգլիայում ուրիշ մոտեցում անարեք ջան։ Այս տարի Թաքուհին անձամբ փաթեթավորելու բոլոր դիմորդների անգլերենի գրավոր թեստերը։ Հա, բայց այդ մեր վրա թող վերջացնեմ, էլի։ Ու ամեն գրավորի մեջ մի քիչ տնական պուդինգ ա դնելու։ Նենց որ դիմորդներ ջան մի քիչ զգուշ կբացեք։ Այդ ծրարներն էլ չգցեք հանգարց, դա պահեք, իմպորտնի բան է, 3600 կիլոմետր անցել։ Անցած շաբաթ մեր մի քանի գործընկերներ բացահայտեցին սուսերամարտը։ Դա ինչ որտեղ պարտադրված էր, քանի որ մեր թղթակիցներից մեկին, ում անունը չենք ասի, պարբերաբար ճնշում են գործի տեղը։ Դրա համար որոշեցինք մհերին տանել, որ սովորի ինքնապաշտպանության հիմունքները։ Առաջին ռազմահայրենասիրականը այսօր բացահայտելու է սուսերամարտի դպրոցը, որը կփորձի մեր մհերին դառնալ ավելի պաշտպանված, ավելի դարձնել։ Կսովորեցնի մհերին պաշտպանվել, որովհետև քչերը գիտեն, բայց մհերին ճնշում են գործի տեղը, իրենց տարիքով, չափսերով մեծ մարդիկ, գաղափարով մեծ մարդիկ եւ ակցենտով մարդիկ։ Եվ այսօր այստեղ են ասելու է ոչ ճնշվածությանը եւ ասելու է այո, ես կարող եմ, դե գնանք բացահայտենք։ Ես ունեմ խնդիր, ուրեմն իմ աշխատասենյակում առնվազն 2 հոգի կան, ինձանից տարիքով մեծ, մեկը ասենց բոյով նիհար, մեկը մի քիչ ավելի ոչ այդքան բոյով ու ոչ այդքան նիհար։ Չեմ ուզում անունը տամ, ֆիզիկապես ինձնից ուժեղ են ու անընդհատ ուզում են ցույց տան, որ այդպես է։ Գաղափարով կօգնեք։ Կօգնենք անպայման կօգնենք։ Դե օգնեք ինձ, խնդրում եմ։ Ու սուսերամարտի դպրոցի մարզիչները ինձ տարան օգնելու։ Օգնությունը սկսվեց սուսերամարտի նուրբ գաղտնիքներին ծանոթանալուց։ Եթե, ասենք, մհերի վրա հարձակվում է հանրապետական падգամավոր, որն է նախընտրած շարժումը կամ նախընտրած հակահարձակումը։ Հիմնականում պետք է զգա տարածությունը, չափը, տարածության չափը, շատ զգայունամերվո տարածության զգացումը։ Միաժամանակ ֆիզիկական բոլոր հատկությունները, որ մտնում են, ճարպկություն, ճկունություն, արագություն, դիմացականություն, ուժը այդքան բան չունեմ ասելու, բայց ուժն էլ ամատում։ Մի փոքր բարդացնեմ, իսկ եթե ԲՀԿ падգամավորն է նույն հարձակումը, հա, այլընտրանք, որն է այստեղ յուրահատկությունը պաշտպանվելու առումով։ Նրանք չեն կարող պաշտպանվել։ Օրինակ ինչ է կարծում, որ քուչում սուսերով մանգամ, այդ ինչ որ ոնց որ մոմենտ է այդ։ Օրինակ մենք պարապմունքից հետո փողոցով սուսերի զենքը բռնած ենք դուրս գալիս եւ ոչ մեկ մեզ ոչ մի բան չի։ Ոչ մի բան չի։ Ո՞վ տղեկ, ըսկում եք, ինքը սուսերամարտ է պարապում։ Այդ բակում գիտեմ որ բոլորս սուսեր ենք պարապում, արդեն նորմալ է։ Անդիմադիր падգամավոր, քարյակից ինչ որ մեկը հարձակվում է։ Ինչ է պետք անել։ Նա պետք է մտածված հարձակվի։ Ճիշտ է որ սուսերամարտիկները շամպայն խմելուց սենց ճկուտը սենց են պահում։ Խմելուց մեկ ճիշտ ենք խփում բաժակին, ճիշտ։ Երից սուսերամարտիկներից իմացանք իրենց պատրաստվածության մասին։ Ինչքան ժամանակ է գալիս եք։ 3 տարի։ Զգում եք, որ արդեն լավ ուժեղացել եք։ Այո։ Okay, դու քոնը զգում եմ, դու լավ ուժեղացել ես, հա։ Հələ խփի ստեղ։ Չէ, դրանով չէ, ոու։ Սուսերամարտիկը պետքա սուսերից գոնե 1.10%-ով ավելի բոյով լինի, չէ։ Ես տենց գիտեմ։ Գոնե։ Նաև դուխ տվեցին երեխաներին ընդդեմ մհերի։ Դու թքեցիր մհեր ու գնա։ Համագործակցության առաջարկով դիմեցին երեխաներին։
Երեխեք պատրաստ եք մեր հետ հիմա մարզվել սուսերամարտ, որ օգնեք, ես չեմ լսում ձեզ։ Եվ հին ու բարի սուսերամարտի ավանդույթի համաձայն սկսեցինք վազել։ Արջևում էր մենամարտը և ես փորձեցի ուժերս ուժեղ տղեքի հետ։ Ինչ կմաղթեք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ դիտում են ու այդպես էլ չհասկացան ինչա կատարվում։ Ես բախտում եմ, որ հիմա փոքր սերունդը որ գալիս է, թող զբաղվի սպորտով։ Պտղաբեր նախավարժանքից հետո եկավ մենամարտի պահը։ Հիմա ես ուղղակի նվաստացնելու եմ Սերգեյին, նվաստացնելու եմ։ Մհերը չգիտի, որ ես արդեն կարողանում եմ ձեռքի ուժում կրել 7-ից 8 տարեկան երեխաների։ Порадуемся на своем веку, красавице и куку, счастливому клинку. Пока-пока, покачивая перьями шляпа, судьбе расшибем, merci beaucoup. Չնայած մենամարտից ակնհայտ էր, որ ես ավելի ուժեղ ու քաջ եմ, որոշեցի էլ ավելի ամրապնդել դիրքերս ֆիզիկապես էլ ավելի ցավ պատճառող սպորտում։ Մեր ջան, եթե քեզ մյուս անգամ նեղում են, ապա գնում ես մոտիկ, էլ ոչ մի բան չես անում։ Մի հատ այս փորին այստեղին հարվածում ես, ձախ կողմի լյարդի, այս կողմ, լյարդը, այստեղ։ Բամ ես քեզ ցույց տամ, հետո դու փորձես։ Այո, մի հատ ցույց, մի հատ փորձենք էլի իրավաբանից ստեղ։ Այո, ոնց ցույց էլի։ Բայց որ ինքը հետո իրան տանեն տենց ինչ որ հիվանդանոց ընդհանրապես չէ հետաքրքրում իրար։ Ինչ չի հետաքրքրում, ես քո պատճառով եմ անում։ Ես ուղղակի մի վարքյան մի հատ բան հիշեցի։ Արտուր ջան, շնորհակալություն։ Ես փախավ։ Այտենց կփախնես, Սերգեյ։ Շնորհակալություն։ Մյուս անգամ որ նեղի։ Եղավ։ Մերսի։ Հարց չկա։ Հեսա համարը բան վերցնեմ, հա։ Մերսի։ Այսօր մենք բացահայտելու ենք սուսերամարտի դպրոցը, իսկ պատճառներից մեկն այն է, որ մհերը ունի խնդիրներ։ Մհերը ունի խնդիր, չգիտեմ, կա անհրաժեշտություն բացատրելու խնդիր։ Ես ունեմ խնդիր։ Դե Arm Comedy-ն էլ այսօր էսպես։ Վերջում դիտեք վիդեո բոցը։ Այ Մազեն, ասում են դուք շատ լուրջ շտապում եք։ Շատ շտապող Ռոբերտ Նազարյանը այնքան շտապ զեկուցեց, որ լսողները հարցերը մոռացան։ Դուք դեռ 10 րոպե կարող եք այնտեղ ման գալ, ինչեւ։ Խնդրեմ։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites. Ժողովուրդ, մենք սկզբում տեսանք Միկոյան, մտածեցինք դե ինքնաթիռների Միկոյանն է։ Հետո ընդհանրապես պարզվեց երկու Միկոյան կա։ Հա, մենք էլ ենք շոկի մեջ, չուզեցանք տենց ցույց տալ, բայց դե հիմա այս ամենը գնալով ու ավելի սենց խորացավ բան, ման ու հետո ինչ որ պարզվեց արձան են կլոնավորել։ Մի խոսքով կներեք, էլի, սա շփոթմունք էր։ Ուպս։